նույնիսկ խորակիրն է Աստուծո մարդը։ Իմ գարձիկովս այն բանը, որ մարդումը Աստուծո մարդը գնե, մարդուն ճանչնալն է, թե ինչպես պիտի վարվի Աստուծո խոսքին հետ ամենադեմ։ Եվ ադոր հետևանք այս մարդը իրեն դրված կորձը հաջողությամբ իր ավարտին կհասցնի, որովհետև գիտե վարվել Աստուծո խոսքին հետ ամենադեմ։ Մենք շատ անգամ այդ թագարտին մեջ գինանք, որ կգախվենք մեր քիծածին, մեր փորձառության, մեր վարպետության եւ կվստահենք այս բաներուն, փոխանակ վստահենք Աստուծո խոսքին։ Եվ այս բանեն ազատելու համար մարդուն Աստված Քրիստոսով հանեց մեր քարեղեն սիրտը եւ դվավ մարմնեղեն սիրտը, որովհետեւ մենք կարենանք քալել, ոչ միայն քիդնալ, այլ նաեւ քալել իր խոսքով, իր հետ, իրմով, միության մեջ իրեն հետ։ Մեզ մեր յուրաքանչյուրը ունի սկանչելի գոչում, եւ այդ գոչումը մենք բոլորս վստահ եմ գուզենք իր ավարտին հասցնել հաջողությամբ։ Գուզեմ այսօր օրինակը առնել Եզրասին գյանքեն եւ հոնգե քաղել այս քախնիկը, այս խոսքը Աստուծո, որ վստահ եմ Աստված պիտի խոսի մեզ մեր յուրաքանչյուրին եւ գամ արցագե, գամ արակացնե այդ ընթացքը, որուն մեջ որենք, գամ պետք է լանք։ Բարունակի մեջ տնելու համար մենք այս համակումարին կխոսենք շինության մասին, Աստուծո դաջարին շինության օրինագեն 5 դագարանին մեջ, եւ այդ նույն օրերուն է, որ ինչպես Նեեման ղրգվեցավ Աստուծո բարիսպները շինելու եւ ապա դաջարը շինության կորձին մեջ էին Իսրայելի ժողովուրդը, Եզրասալ Պապելոնեն գղրգվի Աստուծո խոսքը դանելու եւ Աստուծո դաջարին մեջի թանկակին ամանները դանելու Աստուծո պաշտամունքին համար դաջարին մեջ։ Ուզեմ գարտալ Եզրաս 7-րդ գլուխեն, առաջին 9 համարներեն, կներկայացվի նախ աս 7-րդ գլուխին մեջ Եզրաս իր ինքնությամբ, թե ով է Եզրաս, եւ իր սերնդականությունը կնշվի, եւ կնշվի, թե ինքը ինչպես Ահարոնի սերունդեն քահանամն է։ Եվ ապա երկրորդ 6-րդ համարին մեջ կնշվի, թե Եզրաս ինչ երավ։ Այս Եզրասը գսե Պապելոնեն ելավ։ Շարունակության մեջ գտնշվի, որ ան Երուսաղեմ հասավ։ Եվ գսե անիգա Իսրայելի դեր Աստուծուն դված Մովսեսին օրենքին արակակիր թբիրներ ու իր դեր Աստուծուն ցերկի իր վրան ըլլալուն համար ամեն խնդրածը թակավորը անոր գուդար։ Ուրեմն գնշվի, թե ինքը ով էր, թե ինքը ինչ ըրավ եւ ինչ էր իր թիրքը, արակակիր թբիր էր, եւ ադոր հետևանք ինչ տեսակի շնորհք գվայլեր։ Նորեն ասենք, ինքը ով էր, քահանա էր, եւ մենք Աստուծո որդի ենք, Հիսուսը լալով մեծ քահանայապետ է, մենք քահանաներու ժողովուրդ ենք։ Իր թիրքը ինչ էր, մենք ամեն մեկս գոչում ունենք, մեկը մարգարե է, մեկը ուսուցիչ է, մեկը ավետարան չէ, ինք օրենքին արակակիր թբիրն էր, եւ գսե ինքը ղրգվեցավ, որբեսի երթա Պապելոնեն Երուսաղեմ եւ Աստուծո ցերկը իր վրա լալու համար մեծ շնորհք կվայլեր թակավորեն։ Ինչս էլ է արակակիր թբիր, ասոր մեջ քիչ մգուզեմ մտնալ։ Եբրայերենով արակակիր թբիր Սոֆեր Մահիր է եբրայերեն լեզուով եւ շիդագ է, որ իր ձակումին մեջ, երբ որ թբիրներ նորը սկսան, ան որ ամենալավ գիտեր Աստուծո խոսքը, որովհետև պետք էր ընթորինագեր Աստուծո խոսքը, ան որ ամենաարագ ձևով եւ ամենահարազատ եւ անսխալ ձևով կընթորինագեր, ամենավարբեդը գսեպվեր, անոր համար աս արդահայտությունը գա, որ ինքը արակակիր թբիր է։ Բուն իմաստը արդեն կնշանակե վարբեդ է, հմուտ է, կնշանակե, որ բացարիք է իր մարզին մեջ։ Եվ թբիր բարը եւ արաբերեն կիցողներուն համար հերու չէ, մահեր, okay? Վարբեդ է, բացարիք է, լավ է իր կորձին մեջ։ Եվ սոֆեր բարը, որ սկալեր բարն է անգլերենով,
թբրություն, թբրոց, թբիր, այսինքն քիդուն մեկն է, որ մասնակետ է, մեկն է, որ լավ մարզումի ենթարկված է, լավ մարզում ստացած է, մասնակիտացած է։ Հիմա 5-րդ դարուն Քրիստոսի առաջ Եզրասի ադեն այս արդահայտությունը կամ այս դիդրոսը, այս թիրքը արակակիր տբիր արդեն շատ ավելի դարբեր նշանակություն ստացած էր։ Անոր արակակիր տբիր էր արդեն թակավորության մեջ օրինական թիրք կգրավեր, որովհետև ճիշտ ինչպես մինչև հիմա միջին արևելքի մեջ գա եւ միշտ հաճող գայսրություններուն մեջ եղած է գայսրեր, թակավորներ, որոնց գայսրության թակավորության մեջ զանազան տեսակի քաղուտներ եւ ժողովուրդներ գային, նշանակեին այդ քաղուտներու մեջի գրոնական կամ իրենց բաբենական օրենքը բահող, գրոնքը բահող առաջնորդները որպես իրենց ներկայացուցիչները։ Եվ այս ներկայացուցիչներն էին, որոնք կգարկեին գարավարիչներ եւ թադավորներ։ Եվ 7-րդ գլուխի 21-րդ համարի մեջ արդեն կտեսնենք Արդաշես թագավոր, Բարսիկներու Արդաշես թագավորը, երբ հրովարտակով մը գղրգե Եզրասը Երուսաղեմ, իրեն գսե քնա գարկե թադավորներ եւ գարավարիչներ անդեղը։ Եվ այդպիսով գայսրությունը իր իշխանությունը կբահեր։ Ուրեմն մեկն է, որ Աստուծո օրենքին մեջ վարբեդ է, Աստուծո խոսքին մեջ վարբեդ է, եւ նույն ադեն ադոր հետևանք իշխանութենեն թակավորեն շնորհք գվայլի, ոչ միայն Աստուծո մեջ, իրականության մեջ Աստված է որ գղրգե Եզրասը Երուսաղեմ իր կորձին նպատակին համար, բայց թակավորը հետանոց թակավորին ցերկով է որ կգադարվի։ Այս տեսակի շնորհք գվայլի արակակիր տբիրը այն ադեններուն։ Ուրիշ խոսքով աս մարդը հանգիստ էր Բաբելոնի մեջ, իշխան էր, մեծ ցիրկ կվայլեր, իր ժողովրդին, իր քաղուտին ամենամեծ առաջնորդն էր, հավանաբար հարուստ էր, եւ ամեն ցևով հանգիստ ուներ, եւ ասե այդ թագարտը, որ շատ անգամ անոր մեջ գրնանք մենք ինալ, հանգիստը լալ, այն բաշտոնով, թիրկով, այն քիդությունով, որ ունինք, տբիր էր, կոծքի դեր խոսքը, շատ լավ գիտեր խոսքին իմաստը, բայց 10-րդ համարին մեջ, շարունակության մեջ, նայեցեք ինչ կսե։ 9-րդ համարին գարտամ, քանզի առաջին ամսվան առաջին օրը Բաբելոնեն ելավ ու Աստուծո բարի ցերկը անոր վրա ըլլալով 5-րդ ամսվան առաջին օրը Երուսաղեմ հասավ։ Ուստի Եզրաս իր սիրտը պատրաստեց, որբեսի դերոջը օրենքը փնտրե ու գադարե ու օրենքն ու կանոնները սորվեցնե Իսրայելին։ Հագարակ ամեն ինչ գիտնալուն, երբ որ ղրգվեցավ Արդաշես թագավորեն երթալու այս առաքելության, որ Աստուծո առաքելությունն է, որ թագավորին կողմեն գդրվի, իր սիրտը պատրաստեց։ Չի գնաց վստահելով իր փորձառության հարստության թիրքին, թիվ 1, երկրորդ զոհեց իր հանգիստը, իր թիրքը եւ իր դեղը որ ուներ Բաբելոնի մեջ հանգիստը, ինչու պիտի իսես հանգիստ, հոնագերտագոր իբր թագավորին ղրգվածը, որովհետեւ եթե գարտանք, մի գարտամ հիմա ժամանակ չառնելու համար, այն ոսկիները, այն հարստությունը, որոնցով ղրգեց, ջամփան գմերներ, okay, ջամփան ավազակները պիտի գողոպդեին իրեն, բայց ինքը անոնք չէր իրեն համար կարևոր, իրեն համար կարևորը աներ, որ Աստված իրեն գղրգե։ Երեք բադվելին շատ գեղեցիկ բան է, սավ ոչ թե որ սավ Աստված դժվարացնելու համար մեզ մեկ քին կբահանջի, այլ եթե քին չի բահանջենք, չենք հարադևեր։ Եթե մենք Աստուծո խոսքը մեր սիրտը պատրաստած չլանք Աստուծո խոսքին հետ վարվելու այնպես ինչպես որ պետք է, այսին զոհողությունով, պիտի չի հարադևի եւ մի իր ավարտին պիտի չի հասնի մեր առաքելությունը։ Երբ որ գսե սիրտը պատրաստեց, ասի իսկացական գործողությունը չէ։ Սիրտը մենք հիմա այս մեր այժմեական օրերուն երբ որ սիրտ գսենք այդ գարմիր բանը մարդկային բանը գնենք եւ այդ իսկացումներու մտնոլորտին մեջ կսկանք մենք մեզի սիրտը պատրաստելը վճռագամությունն է, որ ինքը որոշած է եւ բամը չի գրնար միտքը փոխել, այլևս քինը վճարած է սիրտին մեջ, մերածի պես Գաբրիգոր, ինքը իր սիրտը պատրաստած է, գնշանագե վճռագամություն, գնշանագե հոգիի ամրություն եւ ներքին հաստատակամություն, անգլերենով inner resolve,
որոշած է, որոշումը վերջնական է, բամը պիտի չի փոխե իրեն, քինը վճարած է արդեն մեջը, աչքը արած է ինչպես մենք կսենք, ամեն ինչ, մահը, աչքը արած է, եւ անանք ջամփագել է, եւ ինչի համար կպատրաստե սիրտը, երեք բան, խոսքը փնտրելու, խոսքը գադարելու եւ խոսքը սորվեցնելու։ Մեկ անգամ չենք կրնար երթալ սորվեցնել, ոչ ամեն անգամ են կրնանք երթալ գադարել։ Փնտրելը ամենակարևոր հանգրվանն է։ Եթե ես միան առնեմ այն ինչ որ ուրիշի ինձի սորվեցուց կամ ուրիշեն ստացա, նույնիսկ եթե Աստվածաշունչին մասին կխոսիմ, որովհետև մենք ստացած ենք Աստվածաշունչը մեզ մի առաջ եկողներ են։ Առանց որ փնտրեմ Աստուծո խոսքը խոգումով, աղոթքով, ձոմով, որբեսի հասկանամ այսօր ինձ ինչ կուզե, ինձ մե ինչ կուզե, ինչ կսե, ինչ կհայտնե ինձ Աստուծո մասին, իր փափակի, իր էյության մասին նախ, ով է ինքը։ Հետո ով եմ ես, ինչ կուզե ինձ մե, եւ ինչու հոսեմ, եթե փնտրելու գործողությունը, որ գրնա դարիներ առնել, եւ ադոր հետ գողքին, չի գադարեմ, որբեսի փորձարապար չի սորվիմ, չինամ, սխալեն չի սորվիմ, չի սրբակրվիմ, չեմ գրնար հասնիլ հոն ուր փորձարապար, փորձված, արակակիր թբիրեմ, ոչ թե միան գիտությունով, այլ սիրտով, Աստված փորձեր է, տեստեն անցած է, quality control-ի գնիքը ունի վրան, եւ այն ադեն միան Աստված պիտի ղրգե ինձի։ Մինչեւ այն ադեն վտանգավոր է ղրգե ինձի Աստված։ Եվ եթե ես մինագս երթամ, պիտի չի հասնիմ իմ նպատակիս։ Ուրեմն փնտրել, գադարել եւ սորվեցնել։ Գարտամ 8-րդ գլուխ 21-րդ համար, որովհետև հոս կտեսնանք Եզրաս, երբ որ պիտի ղրգվեր եւ հրովարտակը հրամանը ստացավ թակավորեն, ինչն է առաջին բանը որ հրավ։ 21-րդ համար գսե, երբ որ ստացավ այդ ամեն ոսկեղենները եւ այդ ամեն ամանները եւ պիտի դաներ Աստուծո խոսքը եւ Աստուծո պաշտամունքին համար Երուսաղեմ եւ իր հետ այն ամեն քահանաները եւ կամ ծառայողները, գսե 21-րդ համար 8-րդ գլուխ Եզրաս հոն Ահավայի կեդին քով Ձոմաբահություն կարոզեցի, որբեսի խոնարինք մեր դեր Աստուծուն արջև ու անգե հաճող ջամփորդություն խնդրենք մեզի ու մեր ընտանիքներուն եւ մեր բոլոր ստացվածքին համար։ Վասնձի ջամփաներուն մեջ մեր թշնամիներեն պաշտպանելու համար թակավորեն զորք ու ցիավորներ ուզելու ամճծա։ Որովհետև թակավորինը սեր է ինքտեմեր Աստուծուն ցերկը բոլոր զանիգա փնդրողներուն վրա է փառությամբ ու անոր զորությունն ու փարգությունը ամեն անոնց վրա, որոնք զանիգա գթողուն։ Ուստի ձոմ բռնեցինք ու այս բանին համար մեր Աստուծմեն օգնություն խնդրեցինք ու անիգա մեր խնդրածքը ընդունեց։ Սիրտը պատրաստելը ասիգա էր իրեն համար իր բարակային մեջ, ասեր, որ իր սիրտը պատրաստեց ձոմով, աղոթքով, ամեն ադենը, որովհետև ջամփա պիտի ելե եւ քիդե վտանգը գա, եւ ամենակարևոր եւ գեղեցիկ բանը, որ ես կսե ամճծա թակավորեն շնորհքը գվայլե գորա, թակավորը ինչ որ ուզե պիտի դա իրեն, նույնիսկ դեղ մը գսե որ այդ ամաններեն զատ, ոսկիներեն զատ, ինքը գսե իրավունք ուներ, իր ինչ որ գուզե կանցանագեն առնել թակավորին։ Ինչ կան որ գուզես open check, բաց check Բայց ես ամճծա թակավորեն ուզելու, որև թակավորին արդեն սերեի, որ մեր Աստված մեզի կպաշտպանե։ Հիմա Աստուծո բան անեմ իրենց աստվածներուն, պես գեղձ Աստված, սուտ Աստված հանեմ, անգարելի բան է։ Ուրեմն ինտեգրիտին, իր սրդին գեցվածքը Աստուծո հանդեպ, քինը վճարած է, վերջացած է, եւ գիտե որ պիտի մեռնի, եւ իր մեռնիլը հավանաբար իր հոգը չէ, իր հոգը իր առաքելությունը իր գադարումին հասցնել է, ոչ թե ինքը միան գվախնա, որ հավանաբար գվախնա, բայց մարդ է, բայց փուն վախծածը, որ չի գադարե իր գործը։ Աստուծո մարդը գզանազանե Աստուծո շնորհքին բացած ջամփաները, այն բաներեն, որ Աստուծո բադիվ պիտի բերեն եւ գիտե զադել լավակույնը երկուքեն։ Աստուծո շնորհքը գվայլենք մենք եւ շատ բաներ կա, որ մեզի մատչելի են հիմա, որովհետեւ Աստուծո զավակ ենք։ Շատ բաներ կա, որ գրնանք անոնց ցերնարգել, ընել, մեր իրավունքն է։ Մեզի դվայրը Աստված բաց է։ Բայց արդյոք ադի Աստուծո բադիվ պիտի բերե։ Արդյոք ադիգա արաքելության մեջ այն նպատակին պիտի ծառայե, ինչպես որ Աստուծո սիրտն է։ Իր հիմնական Փափակը, սրդին փափակն է Աստուծո բադիվ բերել։
Ինչու, որովհետև ջանչած է Աստուծո ով լալը։ Մարգարեապար գիտե ինքը Եզրաս կխորհրդանշե մարգարեապար Քրիստոսը։ Ինքը Աստուծո խոսքը, որ մարմնացավ եւ ցկեց երկինքի իր աստվածային փառքը եւ մարտացավ եւ մեր միջև քալեց եւ խաչը բարձրացավ եւ հարություն արավ համբարձավ Սուրբ Օքին ղրգեց։ Ինքը այդ առաքելությունը եւ մեզ յուրաքանչյուրս Քրիստոսով այդ առաքելությունը պիտի վերաբրենք ամեն մեկերնից մեր ստացած գոչումին համաձայն։ Հիմա Եզրաս ասի իրեն համար բարձրակույն բանն է։ Եվ գտեսնանք շարունակության Նեհեմիայի մեջ, Նեհեմիա 8-րդ գլուխ 5-րդ համարին մեջ, ինչպես անի գահասնի հաջողությամբ։ Անի գահասնի հաջողությամբ Աստուծո խոսքը ամենաբարձր դեղը գտասե։ Աստվածո խոսքը ամենաբարձր դեղը գսեն բարձր դեղ մտրավ եւ գարտած ժողովրդին։ Ժողովուրդը ոտքի գեցավ եւ մդի գրավ։ Իր նպատակն էր գսե բացադրել Աստուծո խոսքը եւ այլ շարունակության մեջ որ ժողովուրդը գաբաշխարեին գուլային սուկ կնեին իրենց ասավ ոչ ասավ այս օրը սուրբ է հեսավ միլակ պետք է ուրախանաք որովհետեւ ասավ մեր զորությունը Աստուծո ուրախությունը մեր զորությունն է Ուրեմն ինչպես կսեի ինքը գխորհրդանշե Քրիստոսը մարգարեապար եւ ազբաղությունը մեզի գծցնե որ ինքը լավ ջանչած է մարգարեապար Աստուծո էությունը երբ որ Աստված հայր Աստված խոսեցավ մգրդության adin ասավ ասե իմ սիրելի որդիս որուն ես հաջեցա որն ես ավնեցա իրեն մդի գրեք Աստված հայրը գսիրե որդին եւ հոր ուրախությունը որդին է եւ Աստուծո խոսքը ամենաբարձր դեղը բահելը եւ Աստուծո խոսքը փնտրելը եւ գադարելը եւ սորվեցնելը կներկայացնե հոր սերը հոր ուրախությունը որդիով եւ ինքը գիտեր որ այդ սուրբ օրը գխորհրդանշե մարգարեապար խաչելությունը ու մենք ամենքս պիտի որդեգրվենք եւ Աստուծո զավակ դառնանք մեր զորությունը անիգա է այս ամեն բաղմությունները մարգարեապար գծեցնեն ինչպես ավետարանչություն գներ Եզրաս գնալ առանց գիտնալու Եվ Աստուծո խոսքը գսորվեցներ։ Գեղեցիկ բանը բաղմության մեջ, որ գսե, որ ինքը հաջողեցավ սորվեցնել։ Նեհեմիա 8-րդ գլուխ 13-րդ համար Բոլոր ժողովուրդը ուդելու ու խմելու բաժինները ղրգելու եւ մեծ ուրախություն ընելու կացին, վասնզի իրենց բացադրված խոսքերը հասկացան Բամմենե խոսինք կարոզենք սորվեցնենք եւ բամմենե որ վերջը ժողովուրդը հասկնա բամմենե կարոզենք եւ բամմենե մեկը ինչպես Դավիթ կսերերեք աշակերտ դառնա Երբ որ քալեց Աստուծո գամքին համաձայն Աստուծո խոսքին համաձայն հասցուց խոսքը իր նպատակագետին քաղեց բդուղը Աստուծո համար որ ժողովուրդը հասկացավ Աստուծո խոսքը Շարունակության մեջ կտեսնենք, որ նույնիսկ գրծավ Աստուծո խոսքը քարոզել եւ մարդոց մեջ մարդիկը Իսրայել ժողովուրդը բաժնել մեղքեն նորեն մարգարեական խաչին, որոնք ամուսնացած էին հեթանոս գիներու եւ շատեր զավակներ ունեցած էին, անոնքալ հոժար ծևով բաժնվեցան իրենց գիներենե բարձագեցին իրենց գիները եւ զավակները, որովհետեւ նախընտրեցին ճաշտել Աստուծո, որովհետեւ հասկացած էին խոսքը իրենք Բարդատրողական չէր, հասկացած էին այդ խոսքը եւ ասիկա թյուրին բամը չէ ընելը Մինչև այն ադեն որ Հիսուս եկավ թբիրները այլևս Եզրասի պես չէին Հիսուս ամենաշատ հարց ունեցավ իր օրվա թբիրներուն հետ Աստուծո իսկ խոսքը ներկայացավ բացահայտորեն ոչ թե մարգարեապար ինչպես հիմա գսե Եզրասի օրինակով որ քիչ մծածկված եւ քիչ մը սիմվոլիկ ծևով այլ ուղագի Հիսուս Աստուծո որդին մարտացած իրենց արչև եւ արդեն թբիրները հարց ունեցան իր օրվա թբիրները Ասին ինչ իշխանությունով գնես ասիգա քեզ ով իշխանություն տվավ մեղքեր ներելու ինչու կա աշակերտներդ մեր հայրերուն բաները ավանդությունները գխախտեն Այբանեցին ամեն մեկ քայլի վրա Հիսուսին եւ նույնիսկ գուզեին իրեն բռնել թադել եւ թադաբարդել Հիսուսը լուրջ գեցավ, Աստուծո խոսքը լուրջ գեցավ։ Հիսուս ասավ ժողովրդին, անոնց կորձերուն պես մի ինեք, խուսափեցեք, սկուշացեք իրենց մե։ Ասավ ձանր փերեր գտնեն իրենք մատներնին նույնիսկ չեն շարժեր։ Մարդոց երևնալ գսիրեն։
աղոր հակուսները հակվիլ գսիրեն, իրենց կրբանները լեցնել գսիրեն, առաջին դեղերը նստիլ գսիրեն, գսիրեն ռապի գոչվիլ մարդոցմե, դիդրոսներ ստանալ մարդոցմե։ Սավ երկինքի թակավորությունը մարդոց արժև գկոցեն, իրենք աչեն մտներ և մարդիկ աչեն ծգեր մտնան, նույնիսկ սավ, որ իրենք կեղեցիկ ձեպված կերեզմաններ են և գլուխ գործոցը կամ կակատնագեդը աս ամենուն, սավ իրենց ուղագիորեն թբիրներուն Հիսուսը սավ օծեր իժերու ծնունդներ, ինչպես պիտի փախիկ կեհենի թադաբարդութեն են։ Եվ շարունակության մեջ Մատթեոս 23:34-ին մեջ սավ ադոր համար, որև չի գրնակ փախիլ կեհենի, ադոր համար ես գղրգեմ ցեզի մարգարեներ եւ իմաստուններ ու թբիրներ, մեր մասին գխոսեր։ Հիսուս մեզի պիտի գրգե աշխարհ, որոնց պիտի սպաննեք ալսավ։ Մենք ասենք Հիսուսի գաբարները, Հիսուսի թբիրները, անոնք որոնք սիրտով հասկացած են, իմաստով, ցանկով պատրաստված են խոսքը դանելու իր նպատակագետին։ Նշանավոր ուսուցիչ դոկտոր Մայլզ Մոնրոն գեղեցիկ բան գսե ամենահարուստ տեղը երկրի վրա քերեզմանն է գսե, որովհետև մարդիկ իրենց դեսիլքները, գոչումները իրենց ավարտին չի հասցնելով իրենց հետ քերեզման դարած են։ Ուրեմն քերեզմանը հարուստ արդմն է։ Ասի գսե քաչալերելու համար մարդիկ հետաբնթեն գոչումը Աստուծո խոսքին բռնվելով։ Հիսուս մեզի արձակած է ասկորձին համար։ Դարբերությունը մենք գորոշենք մեր սիրտը պատրաստելով։ Ինչպես Եզրաս ելավ Բաբելոնեն եւ քնած Երուսաղեմ, այսօր իմ աղոթքս է, մեր աղոթքն է, որ մենք որոշումը կայացնենք մեր սրտին մեջ ելնելու եւ երթալու ըստ այդ խոսքին, մեր սիրտը պատրաստելու, փնտրելու, գադարելու եւ սորվեցնելու այն խոսքը, որ մենք անձնապես կճանչնանք իր հետ հաղորդակցության մեջ, հոր եւ որդիին հաղորդակցության մեջ, որուն մեջ ներառված ենք մենք Սուրբ Հոգիով, որպես Քրիստոսի մարմինը։ Ամեն։